Հիմա հետաքրքիր մի բան։ Հայաստան հապկ հարաբերությունների մասին եմ ուզում ասեմ եւ մեծ խաբեության, որը տեղի ունենում մեր աչքի առաջ։ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 27-ին Բիշկեքում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ երկիրը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին հայտնել են, որ իրենք դեմ չեն համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը, ասել է Ուշակովը լրագրողներին։ Հարգելի հետևորդներ, ուրեմն ուշադրություն դարձրեք։ Ես որերորդ անգամ, առաջին քանի անգամ ուղղակի տհաճ էր, բայց ես ինձ մեղադրում որ շուտ ուշադրություն դարձեցի։ Այս տեքստը ամեն հավաքի ժամանակ լինում է։ Ինչ ասա նշանակում։ Այսինքն, ուրեմն մերոնք ասում են, որ մենք հաջողություն ենք մաղթել, հաջողություն ենք ասել հապկին, իրականում այդպիսի բան գոյություն չունի։ Ընդհանրապես գոյություն չունի, որովհետև իրենք հապկին հաջողություն չեն ասել։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, ամեն հապկի հավաքից առաջ Հայաստանի ներկայացուցիչները տեղյակ են պահում Ռուսաստանին, որ մենք դեմ չենք, ինչ որոշում ուզում եք ընդունեք։ Գիտեք ինչի, որ ինչի այս պրոցեդուրա է, որտեղ անդամ երկիրը եթե դեմ է, որոշում ընդունվել չի կարող եւ այդ որոշումները կլինեն ոչ լեգիտիմ։ Հետևաբար սառեցնելը հասկացությունը դա ավանտյուրա է, որով Մոսկվան ու Երևանը փորձում են թոս փչել արևմուտքի աչքերին, ուղակի։ Չկա այդպիսի բան, Հայաստանը լիարժեք հապկի անդամ է եւ առանց Հայաստանի թույլտվության փաստորեն հապկը որոշումներ չի ընդունում։ Ամեն անգամ որոշումներ ընդունելուց առաջ հապկը հարցնում է Հայաստանին, դու դեմ ես, թե դեմ չես։ Եվ մինչև Երևանը չի ասում մենք դեմ չենք, ինքը որոշումներ չի ընդունում։ Հետևաբար, այն մարդիկ, որ ասում են Փաշինյանը դուրս եկավ հապկից, գնաց արևմուտք, ում եք էշի տեղ դնում։ Ձեզ ոչ մեկ զենք չի ծախելու նորմալ։ Ձեզ մենակ պնդիկներն են զենք ծախելու, որովհետև դուք հապկ անդամ եք։ Ինչը իդեպ Փաշինյանը փաստեց Սերժ Սարգսյանի հետ լեզվակռվի ժամանակ, փոստակռվի ժամանակ, որ մեզ զենք չեն տվել, որտեղ մենք հապկ անդամ ենք։ Դուք շարունակում եք մնալ հապկ անդամ, դուք շարունակում եք աշխարհի աչքերում մնալ Ռուսաստանի դուստր ձեռնարկություն եւ վտանգ։ Որովհետև Ֆրանսիան ասում է, որ Ռուսաստանը իր գլխավոր սպառնալիքն է եւ իրենք պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ։ Հայաստանը շարունակում է մնալ ռազմական դաշինքի մեջ Ռուսաստանի հետ մնալով հապկում եւ ամեն անգամ փաստորեն հապկը թույլտվություն է վերցնում Հայաստանից, որպեսզի կարողանա որոշումներ ընդունի։ Ում եք էշի տեղ դնում։ Հայաստանը սառեցված չի, Հայաստանը ուղղակի չի մասնակցում հապկ գագաթնաժողովներին տեղերում, բայց ասելով, որ մենք դեմ չենք, որ դուք որոշումներ ընդունել ամեն անգամ, նշանակում է Հայաստանը մասնակցում է հապկ աշխատանքներին դեմ չլինելով։ Ուղղակի դեմ չլինելով ամեն անգամ պահանջվում է Հայաստանի համաձայնությունը։ Դարձրեք ուշադրություն։ Սրանով փաստվում է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ հապկ անդամ։ Ինչ է ձեզ թվում, արևմուտքում դա չգիտեն, իհարկե գիտեն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին 5 տասնյակից ավելի հարցեր, այդ թվում ԵԱՏՄ շրջանակում գործող մաքսային կանոնակարգերի վերաբերյալ։ Ինչի սա բերեցի։ Անընդհատ 5 տասնյակ, 6 տասնյակ, չգիտեմ քանի տասնյակ որոշումները ուրեմն ընդունվում այս մասին։ Ժողովուրդ ջան, չգիտեմ, այս արդեն ժամ 10 րոպե եղավ, հասանք Վենեդիկտովին, ուրեմն Էխո Մոսկվայի հայտնի, լավ, անոնսը տամ, բայց այնտեղ կան հետաքրքիր բան կա, որ այսօր որ ծավալվեմ չենք հասցնի էլի, բայց այս պետք է խոսալ, երկու բառով ասեմ։ Ուրեմն հապկի մասով ասեմ, ուրեմն Վենեդիկտովը դա ռուսական գործակալ է, 5 գործակալ է։ Ուրեմն մարդ, որին թույլ է տրվել պրոարևմտյան լրատվամիջոց բացել, հետո Էխո Մոսկվեր կոչվում, հետո դա Գազպրոմի սեփականությունը դարձավ մեծամասամբ, ու իրանք շարունակում էին ինչ-որ թույլտվություն ունենալ խաղեր տալու։ Հետո երբ որ եկավ պահը փակեցին։ Վենեդիկտովը ներգրավված է եղել Ռուսաստանի կողմից գերիների փոխանակման մեջ Ուկրաինայի եւ տարբեր
դիվանագիտական գործողությունների մեջ արևմուտքի հետ կապված Վենեդիկտովը կարողացել է գնալ օրինակ եվրոպական ինչ-որ երկրի արտգործնախարարի մոտ մտնել եւ Ռուսաստանի համար հարց լուծել արևմուտքում բոլորը գիտեն որ Վենեդիկտովը Ռուսաստանի գաղտնի ծառայությունների ներկայացուցիչը արևմուտքում բոլորը գիտեն որ Վենեդիկտովը Պեսկովի ընկերն է եւ ինքն էլ դա չի հերքում ինքը միշտ ամենտեղ ասում է Վենեդիկտովը աշխարհի գիտեք այդ մազերը sense բան որ եկել էր նա շատ վտանգավոր մարդ է շատ վտանգավոր եւ այսօր չեմ ասի բայց նա եկել էր վառելու կոնֆլիկտը նորից վառ պահելու կոնֆլիկտը ու ես զարմանում եմ ով որ հանկարծ ուրեմն Հայաստանում խոսում է որ խաղաղություն չկա Ադրբեջանը կարող է հարձակվի չգիտեմ եւ որ Ադրբեջանի հետ հարաբերությունները մի հատ թարս բան ասում Փաշինյանը փրփռում է Վենեդիկտովը եկել էր Հայաստան ու պարզ ասում էր որ մոռացեք պատերազմը ավարտված չի Արցախյան ավարտված չի ասում Եվ նրան թույլ էին տվել գար եւ նրան վստահաբար Կիրիենկոն ուղարկել ասեմ ձեզ շատ երկրներ արդեն նրան չեն ընդունում ուղակի պատերազմից հետո նրան շատ վատ են վերաբերվում սկզբից մի երկու տեղ գնաց հիմա մի երկու տեղ թույլ են տալիս գնաց Լիտվա թե որտեղ արտգործնախարարի հարցազրույց հետո մեկ երկու տեղ գնաց ու վերջ փակեցին ճանապարհը նա արդեն 2 տարի է չի նկատվում որևէ լուրջ պաշտոնյայի հետ այսինքն չեն ընդունում այլևս նրան որպես այդպեսին Բոլորը գիտեն, որ նա Պուտինի ստրուկն է, բոլորը հասկանում են, որ նա աշխատել է ու աշխատում, նա զեթնիկ է։ Իրականում նա հլու հնազանդ զեթնիկ է, որին ժամանակին թույլ էին տվել կառավարել լիբերալներին։ Այսինքն, ստեղծվել էր մի հարթակ, որտեղ Վենեդիկտովը իր շուրջ հավաքել էր լիբերալներին, եւ ըստ էության դանոսել տալիս էր դրանց վրա։ Օրինակ ես չեմ զարմանա, որ ինչ որ մի ձեր հետո վաղը մյուսը պարզվի, որ Նեմցովի սպանության հետ կապված Վենեդիկտովի մարտը խառնա։ Չեմ զարմանա, որ Նավալնիի սպանության հետ կապված Վենեդիկտովի մարտը խառնա։ Ես չեմ զարմանա, այն այդ տիպի տափուկ եւ վտանգավոր կերպարը, որը սաղին կտանի ծովը կբերի ծարավ։ Եվ այս հակահայկական նարատիվները նա տարած եւ հրավիրեցին։ Ինչ էր այնտեղ, չգիտեմ, ինչը Մայրամուտ Պղծեսյան, չգիտեմ, ով ասես sense ասենք, Մույսիկի մոտ այդ, չգիտեմ, սրա մոտ, նրա մոտ տենց, այնտեղ չգիտեմ, ուրեմն ինչ որ տենց մի հատ տենց ռուսասոս մեկը կա, որ իրան դրել է դուձի տեղ, իրան թվում է թե ինքը հայկական դուձն է, մի ասենք տենց ուրեմն չգիտեմ, ինչ որ ժամանակին տենց երաշտություն միացնողից դառել է լուրջ բլոգեր տենց, որը իրան թվում է թե տենց մի քանի գիրք է կարդացել, ինքը դեմք է, էլի, ասենք ու հայտարարականում ռեսպուբլիկան ընդհանրապես։ Հայտարարական չի հասկանում, որ իր մեջ Պուտինն է ապրում ու ասենք ինքը ուղակի դեմ է տալի իր երկրին կանչում 100,000-ավոր դիտումներ են ապա եկավ Կիրիենկոյի ասենք ինչ եք ուզում դրանից ավել եկավ ռոպագանդան լիարժեք տարածեց դուք էլ տարածեցիք այդ ռոպագանդան ուղակի դուք ձեր ձեռքով տարածեցիք այդ ռոպագանդան ծափահարում եմ իշխանությունը լուր ծպտուն չկա մեկը չի ասում էս չեք անում ավելին ասեմ ձեզ Ալեն Սիմոնյանը Վենեդիկտովին բռնել ու սելֆի է անում Ալեն Սիմոնյանը հիմա Եթե Ալեն Սիմոնյանը չգիտի ով է Վենեդիկտովը, ուրեմն սելֆի չի անի։ Եթե գիտի ով է Վենեդիկտովը, ուրեմն ինչի է սելֆի անում, հարց։ Ինչի է սելֆի անում, բացահայտ ռուսական գործակալի հետ, որը ուղարկվել է Հայաստան, որ նորից վառի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որի առաջի դեմ իրանք են։ Եվ եկավ ու տարածեց այդ նարատիվները։ Եկավ ուղղակի մենք այդ մասին հաջորդ հաղորդմանը խոսենք, որտեղ այսօր չեմ ուզում տարածեմ, այնտեղ հետաքրքիր բան է շատ ասել Վենեդիկտովը։ Ուրեմն տեսեք, եւ շատ հետաքրքիր բան ասել, որ նաեւ ինվերլուծությունն է հաստատում, ուրեմն լավ, այդ հաջորդ թողարկման ժամանակ։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Եթե Ալեն Սիմոնյանը գիտի Վենեդիկտովը ով է, բայց չգիտի իրականում, որ նա ռուսական գործակալական ցանց, որ այդ մարդը իրավունք չունի լինելու ազգային ժողովի նախագահ։ Ուրեմն այդ մարդը ուղղակի տարական վերլուծական ուրեմն նա highly incompetent, այսինքն ընդհանրապես ծայրահեղ ոչ կոմպետենտ անձնավորություն է, որ չգիտի ով է, ասում չգիտեմ, այն բանում, Լիտվայի քուչի շունը գիտի ով է Վենեդիկտովը, ասենք, հասկանում եք։ Հիմա Ալեն Սիմոնյանը մի որոշ ժամանակ առաջ ուրեմն հաղորդման էր գնացել, ինչ որ տես մի տենց ռսասեր Պուտինամոլ, տենց ռսախոս ու տենց մի հատ թեթևնա անգրագետ մեկի մոտ, որոնք տենց տափակ հումորներով ինչ որ տենց համբավ են ձեռք բերել, շատ տափակ հումորներով, տենց իրանց արևին իրանք քաղաքականությունից հասկանում են ու իրանք իրավունք ունեն խոսելու, ուրեմն չգիտեմ, էլի, փոքրիկ Պուտիններ են երկու հատ մի խոսքով։
Ուղղակի փոքրիկ պուտիններ, որոնք ասում են, չէ, ինչի եք Ռուսաստանի դեմ գնում։ Բա որ Ռուսաստանը հանկարծ մեզ մի բան անի, Ռուսաստանը ձեզ արել վերջացրել ու շարունակում անել։ Ռուսաստանի նպատակն է ոչնչացնել ձեզ։ Ես այդ օրինակը բերել եմ։ Բայց իրանք ասում են, չէ, թողեք հանգիստ Ռուսաստանը ոչնչացնի մեջ։ Եք կտրուկ ուզում ոչնչացնի ձեզ։ Թողեք հանգիստ ոչնչացնի ձեզ։ Հիմա Ալեն Սիմոնյանը բարձ ասում է իրանց մոտ, որ Ռուսաստանը մեզ ցանկանում է ոչնչացնել։ Ասում է դրա համար մենք հապկին ասեցինք հաջողություն։ Տեսակ որքանով են հաջողություն ասել։ Տեսակ որքանով են հաջողություն ասել։ Էդ ում եք էշի տեղ դնում։ Դուք կարաք հիմա գնաք ասեք Ռուբիոյին համոզեք, որ դուք հապկին հաջողություն եք ասել։ Երբ որ ամեն անգամ հապկը ձեզ հարցնում է կարանք որոշումներ ընդունեք, դուք ասում եք կարակ ընդունեք։ Լուրջ եք ասում դուք։ Ասում է դուք հաջողություն չեք ասել, դուք աշխարհի աչքերին թոզ եք փչում։ Ես չեմ բացառում, որ դուք հատուկ թակուն պայմանավորություն ունեք Պուտինի հետ, որպեսզի թողեր դերեն ադամանդները գար եւ ռեէքսպորտի համար հիմա Պուտինը թողում է, որ դուք դες փոս փչեք աշխարհի արժի, որտեվ ռեէքսպորտ կա, որտեվ մեգա դախալչիները փող են աշխատում, համ ռուսներին է ձեռ տալի, որտեվ իրանք խնդիր ունեն ապրանք բերելու Ռուսաստան։ Ու կարող է նաև ռազմական նշանակության բազմից այդ մասին խոսում։ Դրա համար ձեզ թույլ են տալի, որ աշխարհի աչքերին թոս փչեք, թե դուք իբր դուս եք եկե հապկից։ Հիմա տեսեք ինչ ասում, ասում է, իսկ ինչի ԱՊՀ-ից դուրս չեն գալի, որտեվ ԱՊՀ-ի հիմքը ասում է Ալմատայի համաձայնություններն են։ Դու կարաս ԱՊՀ-ից դուրս գաս, բայց Ալմատայի համաձայնությունից քո ստորագրությունը չքաշես։ Ավելին ասեմ ձեզ, ասում է Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան այդ խորհրդային սահմաններով են առանձնացել, բայց իրանք հապկանդամ չեն։ Իրանք հապկանդամ չեն, ու էլի պետություններ կան, որ ԱԿՆ-ը ԱՊՀ անդամ չէ։ Էլի պետություններ կան, որ բայց իրանք Ալմատիի համաձայնություններով են առանձնացել։ Հետաբար ԱՊՀ-ն Ալմատիի համաձայնությունների հետ մեծ հաշվով կապ չունի։ ԱՊՀ ստեղծումը կոնկրետ կարող է Ալմատիում ստեղծվել, կարող է ինչ որ համաձայնություններով ստեղծել, բայց այն որ պետությունները առանձնանում են հետ խորհրդային սահմանով, դա ԱՊՀ-ում մնալու հետ կապ չունի։ Գնացեք Բալտյան երկրներին հարցեք, ձեզ կբացատրեն, ոնց կապ չունի։ Ասում է իսկ ԵԱՏՄ-ում ենք մնում, որովհետև ձեռնտու է։ Որտև ձեռնտու է։ Վերջացավ։ Էսա ամբողջ եւ իսկ ում է ձեռնտու։ Մենք գիտենք, որ դա Հայաստանին ձեռնտու չէ։ Մենք գիտենք, որ բոլորը գիտեն, որ դա Հայաստանին ձեռնտու չէ եւ դա ստրկական կախվածության մեջ է պայելու Հայաստանը, որովհետեւ ասում է Նիկոլ Փաշինյանը ձեր առաջնորդը ասեց. տնտեսությունն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Չեք կարող դուք լինել ԵԱՏՄ-ում եւ դիվերսիֆիկացնել տնտեսությունը, որպեսզի լինեք անկարգ։ Դա բացառված է միշտ գերակշիռ մասը լինելու է ԵԱՏՄ-ն, միշտ խոսք ասողը լինելու է ԵԱՏՄ-ն եւ միշտ ձեր արտաքին քաղաքականության վրա ազդողը լինելու է ԵԱՏՄ-ն։ Եթե դուք մնում եք ԵԱՏՄ-ում, նշանակում է դուք ստորագրում եք, որ դուք մնում եք Ռուսաստանի տակ ու հեքիաթ չպատմեք։ Հեքիաթ չպատմեք։ Եվ այս Ալեն Սիմոնյանը, որը իբր ասում է, որ հապկը Ռուսաստանը մեզ ցանկանում էր ոչնչացնել, մենք հաջողություն ասեցինք հապկին։ Գնում է սելֆի անում հայտնի գործակալ Վենեդիկտովի հետ ռուսական, որին Կիրենկոն ուղարկել է, որ վարիտա այն process-ը, որոնք իրանք անում են Թրամփի հետ։ Իսկ կարող է պատահի դուք էլ արդեն չեք ուզում։ Կարող է ոնց որ Սերժին սեպտեմբերի 3-ին ասեցին, «Всё, վերջ, բրծավ եվրոպական գործընթացը, հիմա պետքա դուք ձեր ձեռով տապալեք օգոստոսի 8-ի պայմանագրերը»։ Կարող է դրա համար եք Մհեր Գրիգորյանի դրե, կարող է դրա համար Ալիևը սպասում, կարող է դրա համար Օբրայենը զգուշացնում։ Հա, տղեր։ Սպասենք տեսնենք, մարդը շատ հետաքրքիր բաներ է սպասվում մեզ աչքից ոնց տեսնում եմ։ Ռուսաստանը մեզ ոչնչացնում է ու գնում է ռուսական գործակալի հետ սելֆի անում մարդը։ Ռուսական գործակալը քարոզում։ Տեսեք, այն որ ասում են, որ տեսեք սրան չթողեցին երկիրեն կան, չէ՞ ֆանատիկներ ուղեղները թափած։ Տեսեք ռուսների դեմ պայքարում, նկատեք ում չեն թողում երկիր։ Ժորժյան, երկիր չեն թողում բացառապես նրան, որը ոչ թե դեմ է արտահայտվել Հայաստանի հետ կապված, որը Փաշինյանին թթու խոսք է ասել։ Մենք ուշադրություն դարձեք ռուսներից։ Փաշինյանին թթու խոսք ասողին են հետ ուղարկում։ Բայց ռուսական գործակալին, որ եկել է, որ Հայաստանը քանդի կողի գուբերնիա սարքի, իրան թողնում են, որտեղ ինքը Փաշինյանի մասին վատ բան չի ասել։ Հասկացաք։ Այդքան բան։ Ասում ձեր դիմակ, կամած, ասում մասկարադը փակվում է։ Երկար չի տևելու սա։
Բոլորի համար ամեն ինչ པարզ է դառնելու։ Ապացույցներով, փաստերով, բռնծվել, դուք չեք կար, դուք այդքան խելացի չեք, որ չբռնվեք։ Դուք այդքան խելացի չեք, որ չբռնվեք։ Դուք ամեն քայլափոխի եք բռնվելու։ Այսքան Ժորժ ջան, էլի բանկար խոսալու, բայց այսօր արդեն շատ կլինի։ Կարևորը մեր բոլոր թեմաները այսօր հասցրեցինք։ Տարածեք, լայքերը դրեք։ Ուրեմն մինչև երևի 5 շաբթի։ Կհանդիպենք երևի 5 շաբթի։ 5 շաբթի կամ ուրբաթ։ Ես անոնսը կդրեմ նախորդ։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք այս 1 ժամից ավելին եւ մինչև նոր հանդիպում։